ընտանիք, ծնունդ ու սեր, հենց այս արժեքներն են պատմում Վաչագանի ստեղծագործական աշխարհը։ Նրա յուրաքանչյուր կտավ այս զգացողությունների արտացոլումն է, գույների ու խորհրդանիշների միջոցով փոխանցելով կյանքի շարունակությունը, մարդկային ջերմությունն ու լույսը։ Դեռ պատանի հասակում Վաչագանը մի մատիտի հպումով մեծածավալ կտավներ էր ստանում, այդ տարիներից արվեստը նրա կյանքի անբաժանելի մասն էր դարձել։ Տարիների ընթացքում գծերն ու գույները վերածվել են ինքնաարտահայտման լեզվի, իսկ յուրաքանչյուր նոր ստեղծագործություն հերթական պատմության, որը ծնվում է նախ մտքում, ապա նոր միայն հայտնվում կտավի վրա։ Այս նկարը ընտանիք է վերնագրված, ինքը սերունդներ է, ընտանիք։ Տեսեք, ես նկարում եմ երկու էտապով։ Առաջինը գլխի մեջ ես բազմաթիվ տեղեր ասել եմ, այնինչ ես նկարում եմ, դա տեսնում եմ եւ դա ինձ տալիս է Աստված։ Դրանք տևում են 4 ամսից 6 ամիս, բայց գլխիս մեջ, բայց երբ որ արդեն գլխիս մեջ պատրաստ է այդ ամենը, 4-ից 5 ժամ է տևում։ Ես այդ հրաբուխի պես այդ էներգիան տալիս եմ կտավին, դրա համար նկարչի կախարդանքը հենց կայանում է դրանում, որ այդ պայի ունեցած էներգիան, երբ որ նկարիչը փոխանցում է կտավին, ինքը հետո չունի այդ էներգիան, այդ էմոցիաները։ Վալբերտին, նրա խոսքով, այս անվանման հիմքում մի անձնական պատմություն է, հորը տված խոստումը նրան իր արվեստի միջոցով շարունակելու եւ ներկայացնելու դարձավ այն գաղափարը, որից էլ սկիզբ առավ անվանումը։ Վալբերտի իմ անունը Վաչագան է, առաջի V տառը իմ անվանս առաջի տառն է, Ալբերտին պապայիս անունն է, V Ալբերտի, ճիշտ ասած փոքր հասակում երևի 10 տարեկան, 12 տարեկան ամենաշատ հասակում, որ նկարում էի, պապայիս ասում էի, որ պապա ջան, ես պատմության մեջ անցնելու եմ, դու էլ իմ հետ գալու ես, դրա համար այդ տարիքից սկսած V Ալբերտի։ Արվեստագետը պատմում է, որ երբեք չի սկսում նկարել առանց նախապես պատկերն ամբողջությամբ իր ներսում տեսնելու։ Նրա յուրաքանչյուր աշխատանք իր մեջ կրում է ապրումներ, հիշողություններ եւ մտորումներ, որոնք արտահայտվում են գույների ու պատկերների լեզվով։ Նկարչի ստեղծագործություններում առանձնահատուկ տեղ ունի դեղին գույնը։ Նրա համար այն խորհրդանշում է լույսը, ծնունդը, կյանքի շարունակությունն ու նոր սկիզբը։ Այդ գույնը հաճախ դառնում է նրա աշխատանքների գլխավոր շեշտադրումը, ստեղծելով ջերմության, հույսի եւ լուսավորության զգացողություն։ Իմ համար շատ կարևոր է մարդը ժպտա, այսինքն այդ գույնը իրան ժպիտ տա, որովհետև ժպիտը այս կյանքում շատ ամենակարևոր բաներից մեկն է։ Այստեղ է ծնվում այն ամեն ինչը, ինչ այս տանը տեսակ։ Ես նկարել սկսել եմ 6 տարեկանից, շատ լավ նշեցիք, որ փոքրիկ Վաչագանը ինչ էր երազում։ Փոքրիկ Վաչագանի երազանքը մնացել է մինչև այսօր, այդ փոքրիկ Վաչագանի երազանքները նաև մեծ Վաչագանի երազանքներն են, եւ ես փոքր հասակից երազել եմ նկարչության պատմության մեջ թողնել իմ հետքը։ Ես հավատում եմ դրան, շատ կարևոր է, ասել եմ, եղել են դեպքեր, որ շատ կարևոր է մարդը ունենա երազանք, ունենա մեծ երազանք եւ հավատա իր երազանքին եւ գնա դրա հետևից։ Եվ հիմի փորձում եմ մարդկանց տալ այդ լույսը, էներգիան, ուրախությունը։ Եվ իմ համար շատ կարևոր է, որ իմ նկարները մարդկանց ջբիտ պարգևեն։ Իմ համար ոչ թե արվեստ, այլ կյանք։ Ես եթե կարողանամ ջուր չխմել, այդ նույն ձևի ուրեմն կվերջացնեմ նկարելը, բայց քանի ջուրը խմում եմ, հացը ուտում եմ, այդ նույն ձևի ես նկարում եմ։ Լավագույն գույնը դեղինը, որովհետև դեղինի մեջ լույս կա, ինքը իմ համար դեղին գույնը աստվածային է։ Արկախոս իմ լույս էներգիա, փոխանցիր լույս եւ էներգիա։ Տեսեք, կարկախոս եք ասում, ես հենց հիմա մտածում եմ։ Ես երբևիցե չեմ մտածել դրա մասին, բայց իմ գլխից մեջ առաջինը որ եկավ, փոխանցիր լույս եւ էներգիա։ Եվ մինչ վերջին վրձնահարվածը վաղուց արդեն իր տեղում է, ստեղծագործությունը շարունակում է ապրել։ Ոչ թե արվեստանոցում, այլ յուրաքանչյուրի հայացքում, մտքում ու զգացողություններում։ Թերևս հենց այդպես էլ արվեստը դառնում է անվերջ։ Գայանե Հովհաննիսյան, Խան Հովհաննիսյան, Հայկ Գաբրելյան, այսօր։